Վաղ առավոտից ձերբակալություններ ու խուզարկություններ են Արագածոտնի թեմում բերման են ենթարկել 5 հոգևորականի և թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին նրանց բնակարանները խուզարկելուց հետո։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չէ։ Ըստ փաստաբանի պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի բռնի անհետացման վերաբերյալ հոդվածին։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ձերբակալություններն իրականացվել են Հովհաննավանքի քահանա Տեր Արամի գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա։ Ավելի վաղ հանրային հեռուստատեսության եթերում Տեր Արամը հայտարարել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով, որը փաստացի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է։ Իդեպ Արագածոտնի թեմի առաջնորդը Գարեգին II վեհափառի քրոջ որդին է։ Այս պահին Երևանի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ, Տեր Փառեն քահանաները։ Բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ։ Ավելի ուշ քննչական կոմիտեն ներկայացրել է հոգևորականներին բերման ենթարկելու պատճառը, նշվում է, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։